Հարցս ուզում եմ ուղղել արտաքին գործերի նախարարին, ուրեմն հետևյալը, պարոն Միրզոյան, չեմ ուզում մտնել անցյալի, չգիտեմ այդ խոսակցությունների մեջ, պարզապես կա հետևյալ ճշմարտությունը, երևույթը կառավարելու համար դու պետք է կարողանաս տալ այդ երևույթի սահմանումը։ Հիմա հարցս հետևյալն է, խնդրում եմ մեր ժողովրդի համար տվեք պետական անվտանգություն եւ պետական քաղաքականություն հասկացությունները։ Հարցը որն է։ Հարցը տվեցի։ Սահմանեք ինչ բան է ըստ ձեզ պետական քաղաքականություն եւ պետական անվտանգություն։ Ինչի հարցը տվեցի, որտեղ այս քննարկման ժամանակ բոլորդ անվտանգություն եւ խաղաղություն եզրույթները լրիվ խառնել եք իրար։ 1 րոպե։ Չգիտեք, որ հիմա եք ուզում պարզել եթերում։ Չէ, ես հիմա 1 րոպե Պարմիրզյանի ժամանակ։ Ես իմ ժամանակը տալիս եմ հարցը բարձրացնող գործընկերոջը, թող ինքը պատասխանի հարցին։ Դիմությանը տվեք ձեր ժամանակը։ Ձեզ են տալիս ժամանակը, ձեր կարծիքով։ Ամեցեք, ես կդժվարանամ ասել ինչա նշանակում պետական քաղաքականություն այդպես օթում վակուումի մեջ, ինչ հարցով պետական քաղաքականություն, ինչ նկատի եք, լավ չեմ հասկանում։ Պետական քաղաքականություն Խնդրեմ, Պարոն Միրզոյանի ժամանակը Սա է ձեր պատասխանը։ Շատ լավ, ես իմ տված հարցին Ինձ համար հարցը շատ հասկանալի չի, եթե անկեղծ Շատ լավ։ Տիկին Վարդանյանը հասկացել է, խնդրեմ Տիկին Վարդանյան։ Հարցը չեմ հասկացել, խնդրի էությունն եմ հասկացել։ Արարատ Միրզոյանը ասում է երաշխավորացավ են կպել որոշ ուժեր։ Երաշխավորացավ Նիկոլ Փաշինյանն է կպել, երբ ասում էր, որ պայմանագիրը, եթե չունենա երաշխիքներ, 12 ժամ հետո, 12 ժամ, իր հարցի մասին խոսում, թողեք Չէ, խոսում չենք թողում։ Իր հարցի մասին։ Հարցը տվել։ Թողեք ավարտեն։ Չէ, այս հարցի մասին մարդը հարց է Հիմա տվել։ կավարտեմ Այլելի գործընկերներ, ով Նիկոլ գիտի Փաշինյանը երբ ասում էր, որ պայմանագիրը ստորագրելուց 12 ժամ հետո Ավելացնում ենք այս 3 րոպեն քննարկման համար։ Եթե երաշխավորներ չլինեն, եւ մենք բարձ բան ենք ասում։ Կլինի Ադրբեջանը չլինի մեր երաշխավորը, այլ պետություն լինի, չի այդպես կպել։ Այ բալամ, ինչ եք ուզում կոնկրետ ասեք, որ երկիրն եք ուզում երաշխավորը լինի, հասկանանք ո՞ւս Անպայման պիտի Ադրբեջանը լինի, այլ երաշխավոր չեք պատկերացնում։ Շնորհակալություն, Ավետիս Ավագյանը սպասում է։ Պարոն Ավագյան, Իհարկե, պարոն, 3 րոպե։ ներողություն պարոն Այվազյան, արձագանք ունեք։ Իհարկե, դուք ունեք առաջնահերթություն, խնդրեմ։ Եթե իմ հարցին չեք պատասխանում, ես իմ հարցի պատասխանը կարող եմ տալ։ Պետական անվտանգություն ասելով ես հասկանում եմ տվյալ պետության կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ զարգացման ընթացքում բոլոր տեսակի սպառնալիքների կանխատեսում, կանխարգելում եւ վերացում։ Եթե մենք այս մեթոդաբանությամբ չենք մոտենում, ապա անվտանգության տակ մենք կարող ենք հասկանալ մուրալ, չգիտեմ, տարածքներ զիջել եւ այլն։ Իսկ ինչ վերաբերում է պետական քաղաքականությանը, ապա պետական քաղաքականության տակ մենք հասկանում ենք արտաքին եւ ներքին ոլորտներում պետության առաջնահերթությունների աստիճանակարգումը։